Բարև ձեզ հարգելի ֆուտբոլասերներ, հրավիրում եմ բոլոր ֆուտբոլասերներին ուրարտում մարզադաշտ, որտեղ այսօր քիչ անց վայրկյաններ անց կսկսվի ԱՖԵԼ-ի երկրորդ դիվիզիոնի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ Մոնցա Այնտրախտ հանդիպումը, ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս են եկել խաղադաշտ, ողջունում են միմյանց ֆուտբոլիստները եւ վայրկյաններ անց կլսվի մրցավար Ռաֆայել Ղազարյանի մեկնարկային սուլիչը ամեն ինչ պատրաստ է խաղի մեկնարկի համար, թիմերը խաղին մոտեցել են բարձր տրամադրությամբ, հաղթական տրամադրվածությամբ, հաղթողը դուրս է գալու եզրափակիչ, որտեղ կմրցի Ուոթֆորդի հետ, կանեն հնարավոր ամեն ինչ այսօր թիմերը, որպեսզի կարողանան հաջողության հասնել Անապերությամբ սպասում են մրցավարի սուլիչին, ֆուտբոլիստները և տեսնենք ինչ ընթացք ունենա այսօրվա հանդիպումը։ Հանդիպումը մեկնարկում է գնդակով Մոնցայի ֆուտբոլիստներն են, այս պահին եկեք անցնենք, մի անգամից անցնենք մրցող թիմերի կազմերին, վտանգավոր դրություն է հարված և առաջին անկյունայինը, անկյունայինի իրացումից հետո նոր կներկայացնեմ մրցող թիմերի կազմերին, Այնտրախտը կիրացնի է անկյունայինը հանդիպման առաջին անկյունայինը, տեսնենք, փոխանցում, հարված է, վտանգավոր դրություններ ևս մեկ հարված բարձր են տանում հարվածը, առաջին ռեալ գոլային պահ այսօրվա հանդիպման, և այսպես սկսենք Մոնցայից համար 1 Հմայակ Բաբայան, համար 3 Նիկոլայ Սաֆարյան, համար 4 Մխիթար Ավետիսյան, համար 5 Վենետիկ Չոկանդարյան, համար 7 Գուրգեն Մնացականյան, համար 8 Արտաշ Ղազարյան, համար 9 Ռաֆ Գևորքյան, համար 10 Մուսա Ալեքսանյան, համար 11 Նարեկ Կարդաշյան, համար 15 Ռաֆայել Ավակյան, համար 16 Հովիկ Մարկոսյան, համար 22 Գագիկ Մանուչարյան, համար 27 Վազգեն Ավետիսյան և համար 33 Արշալույս Պապոյան։ Ներկայացնեմ նաև Այնտրախտի կազմը համար 3 Վահե Սիմոնյան, համար 6 Հարութ Ստեփանյան, համար 10 Նիկիտա Ծատուրյան, համար 17 Դավիթ Վարդանյան, համար 20 Սևան Շահնազարյան, համար 22 Արամ Նազարյան, համար 27 Ռաֆո Հայրապետյան, համար 33 Ավակ Վարդանյան, համար 34 Տարոն Նազարյան և համար 77 Արման Նազարյան։ Առաջին վտանգավոր պահը այսօրվա խաղում ստեղծեցին Այնտրախտի ֆուտբոլիստները, անկյունային հարվածից հետո Այնտրախտի ֆուտբոլիստը հարվածեց դարպասին, հրաշքով գնդակը չհայտնվեց Մոնցայի դարպասում, տեսնենք ինչ ընթացք ունենա խաղի մնացած հատվածը, Եզրից գնդակը խաղի մեջ են նետելու Այնտրախտի ֆուտբոլիստները
Սուլի չկա կարող են նետել գնդակը, Մոնցան է գնդակով, երբ փոխանցում, տեսնեք ինչպես կավարտվի այս գրոհը, խապս է տալիս և կորցնում վարկյաններ անց, հիմա Այնտրախտի արագ հակագրոհը, բայց բավարարվում են եզրային նետման իրավունքով Այնտրախտի ֆուտբոլիստները այս դրվագում, կրկին եզրային նետում, կենտրոնով Այնտրախտի ֆուտբոլիստը շարժում է առաջ և խաղի կանոնների խախտում, դեռևս այդքան էլ ակտիվ չեն թիմերը, անհաջող փոխանցում, փոխանցում առաջ, վտանգավոր դրություն կարող է ստացվել և անկյունային, հերթական անկյունայինը կտեսնենք հիմա Այնտրախտի ֆուտբոլիստների կողմից, կատարմամբ, տեսնենք ինչպես կիրացնեն այս անկյունայինը, փոխանցում, ուժեղ էր փոխանցումը և այնտեղ ոչ ոք չէր սպասում այս փոխանցմանը, հիմա Մոնցան կնետի գնդակը եզրից, շնում են գնդակը Այնտրախտի խաղացողները, Մոնցան է գնդակով, անհաջող փոխանցում և Այնտրախտը հիմա կփորձի, հարված շեղեր, դանդաղ են պաշտպանությունից անցնում հարձակման Այնտրախտի ֆուտբոլիստները և խաղի կանոնների խախտում։ Տուգանային արված Այնտրախտն է խաղարկում, չկարողացավ իր մոտ պահել գնդակը Այնտրախտի ֆուտբոլիստը, հիմա Մոնցայի հակագրոհը, տեսնենք, փոխանցում է պետք կատարել, ետ փոխանցում, արված և դարպասապա փորձեց վերցնել գնդակը և ձեռքերի միջից բաց է թողնում և անկյունային հարված։ Անկյունային հարված արդեն Մոնցան է իրացնում, փոխանցում, հեռացված է գնդակը։ Աննկատ 8 րոպեներ արդեն անցան, 0-0 հաշիվը բացված չէ Մոնցա Այնտրախտ։ Գեղեցիկ փոխանցում էր հարված, փակում են հարվածի ճանապարհը, ևս մեկ հարված շեղեր։ Հերթական անկյունայինը կիրացնեն Այնտրախտի ֆուտբոլիստները, փոխանցում, կրկին ու կրկին անգամ ուժեղ էր փոխանցումը, ինչպես նախորդ անկյունայինի դրվագում,
Այնտրախտի ֆուտբոլիստը ուժեղ է կատարում փոխանցումը։ Մնում է գնդակը Այնտրախտի մոտ։ Զախեզո շարժում են առաջ։ Տեսնենք։ Փոխանցում է պետք կատարել։ Հարված։ Եվս մեկ հարված և բարձր էր։ Հաղթողը եզրապակչում խաղա Ուոթվորդի հետ, Ուոթվորդը կիսա եզրապակչում 1-3 հաշվով հաղթեց Յուվենտուսին, դուրս եկավ եզրապակիչ։ Այնտրախտի մոտ է գնդակը։ Կարճ փոխանցումներով փորձում են շարժվել առաջ։ Խաղի կանոնների խախտում։ Համար պայքար գնդակի համար հերթական եզրային նետումը փոխանցում հրաշալի են պաշտպանվում Այնտրախտի ֆուտբոլիստները հեռացնել է պետք այդպես էլ անում են Փորձում է խապ ստալ, բայց կորցնում է գնդակը հիմա Այնտրախտի ֆուտբոլիստը արագ հակագրող, տեսնենք ոնց ան է գնդակով փոխանցում Գրով շարունակվում է Անկյունային հարված Տեսնենք ինչպես կիրացնեն այս անկյունայինը, փոխանցում դեպի Տուգանային հրապարակ Ոնցանը գնդակով, խապս է տալիս, բայց կորցնում գնդակ հիմա Այնտրախտն հնարավորություն է ստանում արագ շարժվելու առաջ, արագ հակագրող և խաղի կանոնների խախտում Տուգանային հարված վտանգավոր դիրքում Այնտրախտը ստացել է Տուգանային հարվածի իրավունք Տեսնենք հարված հեռացնում են գնդակը Մոնցայի ֆուտբոլիստները և հիմա կփորձեն զարգացնել հերթական գրոհը փոխանցում առաջ Շատ են սխալ փոխանցումները երկու թիմերի
ֆուտբոլիստների կողմից էլ փոխանցում առաջ Չեզոքացնում են սպառնալիքը Այնտրախտի ֆուտբոլիստները վարքյանների ընթացքում գնդակը մի կիսադաշտից տեղափոխվում է մյուս կիսադաշտ Մոնցան սկսում է հերթական գրոհը հեռացնել է պետք Տուգանային հրապարակից, այո, այդպես էլ անում են, փոխանցում առաջ հրաշալի փոխանցում է, հարված և քիչ մնաց գնդակը հայտնվեր Այնտրախտի դարպասում գնդակը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից Փոխանցում առաջ Հեռացնում է գնդակը Այնտրախտի ֆուտբոլիստը եզրային նետում դեռևս հավասար պայքար է խաղադաշտում բարեկամներ Չի ստացվում երկու թիմերի մոտ էլ չի ստացվում գրավել դարպասը Արձակողներին պակասում է դիպուկությունը Չնայած որ թե Մոնցան և թե Այնտրախտը անդադար գրոհում են, բայց վճռորոշ վերջնական փոխանցումը և հարվածը չի ստացվում և հերթական եզրային նետումը չեն շտապում Մոնցայի ֆուտբոլիստները կարճ փոխանցումներով երկու թիմերն էլ իհարկե փորձում են շարժվել առաջ կարճ փոխանցումներով քիչ են դիմում լայնակի փոխանցումների օգնությանը Զախեցրով հիմա Այնտրախտը կզարգացնի իր հերթական գրոհը, բայց հասնում է գնդակի խաղընկերը, փոխանցում կենտրոն Հարված և անկյունային Քիչ էր մնում իհարկե անադարձի օգնությամբ գնդակը հայտնվեր Մոնցայի մոտ դարպասում Փոխանցում առաջ Հարված թույլ էր, հարվածը դարպասապահը շատ արագ վերցնում է գնդակը և այն փոխանցում անմիջապես խաղընկերոջը և հարված Այնտրախտի դարպասից Հանդիպան 19-րդ րոպեն է Հաշիվը բացված չէ 0-0 հարված և հեռացնում է դարպասապահը բավականին ուժեղ հարված ստացվեց Հիշեցնեմ, որ սա Աֆելի երկրորդ դիվիզիոնի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, երկրորդ կիսաեզրափակիչն է Մոնցա Այնտրախտ 0-0 հաշիվը բացված չէ Մոնցայի արագ հակագրոհը կենտրոնով շարժում է առաջ, խաբս է տալիս, հարված
Եվ հրաշքով գնդակը հիմա չի հայտնվում Այնտրախտի դարպասում։ Բայց վնասված կստացել հիմա Այնտրախտի դարպասապահը։ Միևնույն ժամանակ Մոնցան վաստակում է անկյունային հարվածի իրավունք։ Կարծես վնասվածքը լուրջը լքում է խաղադաշտը։ Այնտրախտի դարպասապահը։ Սուլիչկա կարող են իրացնել արդեն անկյունային հարվածը։ Հարկում են այն։ Հարված։ Այնտրախտի խաղացողը փակում է հարվածի ճանապարհը եւ ձեռնարկում թիմի արագ հակագրոհը։ Դե, փոխանցում, հարված եւ գոլ։ Գոլ բարեկամներ, հաշիվը բացված է, Այնտրախտը առաջ է անցնում հաշվի մեջ։ Այնտրախտի 77 համարը Արման Նազարյանը բացում է խաղի հաշիվը։ Մեկ 0 Այնտրախտի անդադար գրողները տալիս են իրենց արդյունքը։ Մոնցայի գրոհը, փոխանցում, փակում են հարվածի ճանապարհը հրաշալի խաղաց Այնտրախտի ֆուտբոլիստը։ Եվ եզրային նետում։ Հարված շեղեր։ Հարվածը շեղեր, հիմա Այնտրախտի դարպասապահը գնդակը կմսնի խաղի մեջ։ Հեռացնել է պետ։ Կարիք չկա, սեփական տուգանային հրապարակում նման վտանգավոր փոխանցում կատարել։ Եվ հիմա էլ Մոնցան եզրից կնետի գնդակը խաղի մեջ։ Կարողացավ պահել գնդակը իր մոտ։ Խաղի կանոնների խախտում։ Մոնցանը իրացնում, փոխանցում և հարված Այնտրախտի դարպասից։ Քիչ ժամանակ է մնում առաջին խաղակեսի ավարտին։ Ալեքսանյան, Մուսա Ալեքսանյան հարված և շեղեր։
Այնտրախտը արջևում է հաշվի մեջ նվազագույն հաշով հաղթում է Մոնցային երկրորդ դիվիզիոնի գավաթի խաղարկության կիսա եզրափակում Հարված Ընտրախտը գնդակով խմում է Մոնցայի ֆուտբոլիստը Շատ քիչ ժամանակ առաջին կեսի ավարտին Այնտրախտը եզրից կնետի գնդակը խաղի մեջ Ուսում է գնդակը և Մոնցայի արագ հակագրողը կենտրոնով Փոխանցում հեռացված է գնդակը Արուկ Ստեփանյան Փոխանցում դեպի ձախ եզր Ստեփանյան Սանը գնդակով չկարողացավ պահել իր մոտ գնդակը Փոխանցում առաջ Անհաջող էր փոխանցումը Վտանգավոր դրություն է Վերջ, բարեկամներ առաջին կեսը ավարտվում է Առաջին կեսից հետո Այնտրախտը հաղթում է նվազագույն հաշվով Այս մենք կարճատև դադար, որից հետո կշարունակենք ռեպորտաժը Բարեկամներ վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի ունենում Հաֆելի երկրորդ դիվիզիոնի գավաթի խաղարկության կիսա եզրափակիչ երկրորդ հանդիպումը Մոնցա Այնտրախտ Արդեն սկսվել է երկրորդ կեսը, առաջին կեսից հետո Այնտրախտը նվազագույն հաշվով հաղթում է Մոնցային Քիչ թե շատ հետաքրքիր կարելի ասել առաջին կես ունեցանք Թիմերը անդադար գրոհում էին, բայց միայն Այնտրախտին հաջողվեց ընդամենը մեկ անգամ գրավել մրցակցի դարպասը Տեսնենք ինչ ընթացք ունենա երկրորդ խաղակեսը Այո, սա կիսա եզրափակիչ, երկրորդ կիսա եզրափակիչ հանդիպումն է Հաղթողը եզրափակում կմրցի Ոթվորդի հետ Մոնցանը գնդակով, փոխանցում առաջ Եվ խաղի կանոնների խախտում Վտանգավոր դիրքում Մոնցայի ֆուտբոլիստները ստանում են տուգանային հարվածի իրավունք
Տեսնենք ինչպես կիրացնեն այս տուգանայինը։ Հարված, պակում են հարվածի ճանապարհը։ Չասավ գնդակին Այնտրախտի խաղացողը։ Ոնցանը գնդակով։ Փոխանցում։ Տանգավոր գրող կարող է ստացվել, բայց Այնտրախտը հրաշալի կերպով պաշտպանվում է։ Հրաշալի փոխանցում էր Մուսա Ալեքսանյան։ Որսնում է Ալեքսանյանը գնդակը և Այնտրախտը կենտրոնով շարժում է առաջ փոխանցում։ Գնդակի կորուստ բարձ իրավիճակում, սակայն կրկին գնդակը մնում է Այնտրախտի մոտ։ Գրող շարունակվում է։ Հարված և հեռացնում են գնդակը Մոնցայի խաղացողները։ Եվ եզրային նետում։ Արշալուս Ապոյան կորցնում է գնդակը։ Փոխանցումը ուժեղ էր, բայց հասնում է գնդակին Այնտրախտի ֆուտբոլիստը ոչ։ Վերջին պահին չկարողացավ ընդունել գնդակը։ Մոնցանը գնդակով։ Խանցում առաջ, հեռացված է գնդակը։ Ամեն ինչ կարգին է Այնտրախտի համար։ Մոնցայի համար ներողություն։ Խաղի կանոնների խախտում, այո։ Հարվածում է դարպասին։ Մնում է գնդակը Այնտրախտի մոտ։ Փոխանցում է պետք կատարել այստեղ։ Փոխանցում անհաջող։ Փոխանցում էր։ Ուժեղ հարվածով Այնտրախտի ֆուտբոլիստը գնդակ թողարկում է առաջ։ Խանցում առաջ կրկին Այնտրախտի պաշտպան հրաշալի է խաղում։ Գեղեցիկ անցում էր։ Չեն շտապում Մոնցայի ֆուտբոլիստները։ Եվ Այնտրախտը եզրից կնետի գնդակը խաղի մեջ։
Կրկին Այնտրախտն է գնդակով հարված և Մոնցայի դարպասապահը շատ հանգիստ վերցնում է գնդակը և այն անմիջապես ուղարկում առաջ։ Մուսա Ալեքսանյան հրաշալի է խաղում կանոնների խախտում։ Խաղի կանոնների խախտում Մուսա Ալեքսանյանի հետ պայքարում։ Վտանգավոր դիրքում Մոնցան ստանում է տուգանային հարվածի իրավունք։ Սուլի չկա, խաղարկում են, հարված։ Այնտրախտի պաշտպանը հեռացնում է գնդակը, բայց Ետ փոխանցում։ Թանկավոր դրություն է, հեռացնում են գնդակը։ Եզրային նետում։ Այնտրախտի հերթական գրոհը տեսնենք ինչ զարգացում կստանա ձախ եզրում։ Չեն շտապում։ Ինչպիսի համար պայքար գնդակի համար։ Մոնցայի մոտ է գնդակը, Պապոյան։ Հարված Մոնցայի դարպասից։ Հանդիպան 35-րդ րոպեն է բարեկամներ։ Այնտրախտը առջևում է հաշվի մեջ, նվազագույն հաշվով հաղթում է Մոնցային։ Սա երկրորդ դիվիզիոնի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումն է։ Ետ փոխանցում։ Կորսում է գնդակը Մոնցայի ֆուտբոլիստը։ Այնտրախտն է գնդակով։ Փոխանցում, հարված, հրաշալի է խաղում Մոնցայի դարպասապահը և անկյունային։ Փոխանցում դեպի առաջ։
Հեռացված է գնդակը Տուգանային հրապարակից Այնտրախտի։ Ոնց է խաղացողը ձախ շարժում է առաջ անհաջող փոխանցում էր Տանդեղեց մի փոքր Այնտրախտի ֆուտբոլիստը եւ կորցրեց գնդակը Փոփոխություն Մոնսայի կազմում Փոխանցում առաջ Այնտրախտի 10 համարը խլում է գնդակը Հրաշալի անցում էր, հարված և բավականին բարձր ընթացավ հարվածը։ Մոնսայի հերթական գրոհը կենտրոնով, հարվածում է դարպասին և Գնդակը մի փոքր շեղության դուրս եկավ դաշտի սահմաններից, հիմա արդեն հարված Այնտրախտի դարպասից։ Կհաջողվի Մոնսային հավասարեցնել հաշիվը։ Վտանգավոր դրություն է, հարված, հրաշալի է խաղում իմ Այնտրախտի դարպասապահը և անկյունային։ Մոնսան է իրացնում անկյունայինը, փոխանցում, հարված, հեռացված է գնդակը, բայց այն մնում է Մոնսայի մոտ։ Շարունակվում է, փոխանցում, Եվ Այնտրախտը այո հրաշալի կերպով պաշտպանվում է, դեռևս կարողանում է կազմաքանդել մրցակցի գրոհները։ Կանոնների խախտում վտանգավոր դիրքում Մոնսան ստանում է Տուգանային հարվածի իրավունք։ Արշալույս Պապոյանն է կարծես թե պատրաստում հարվածել դարպասին։ Մի փոքր հեռու է հարվածելու համար, բայց Պապոյանը տիրապետում է հուշկու հարվածների։ Փոխանցում է կատարում։ Հարված, հեռացնում են գնդակը։ Եվս մեկ հարված։ Այնտրախտը եզրից կնետի գնդակը խաղի մեջ։ Անհաջող փոխանցում էր։
Ոնցայի հակագրոհը կրկին պսակվում է անհաջողությամբ, հիմա հերթ Այնտրախտինն է, բայց կրկին սխալ փոխանցում։ Այո, այսօր շատ են սխալ փոխանցումները երկու թիմերի ֆուտբոլիստների կողմից էլ։ Պապոյան անհաջող փոխանցում էր և հարված Այնտրախտի դարպասից։ Փորձում է ազատվել մրցակցի ֆուտբոլիստներից, հաջողվում է։ Ուժեղ էր փոխանցումը Այնտրախտի ֆուտբոլիստի։ Ոնցայի գրոհը տեսնենք ինչ զարգացում կստանա փոխանցում։ Հարված, անհաջող հարված է, շեղ է ընթանում հարվածը։ Ոնցանը գնդակով փոխանցում, տիրում են գնդակին Այնտրախտի ֆուտբոլիստները, բայց կրկին անգամ Ոնցան է ստանում գնդակը, Պապոյան։ Առասված է։ Եզրային նետում Այնտրախտը կնետի գնդակը խաղի մեջ։ Ապսե տալիս, հրաշալի անցում էր։ Շարժու է առաջ հարված և շեղ էր։ Կրկին Այնտրախտը գնդակով փորձեց հարվածել, չթողեցին, թույլ չտվեցին։ Նա կարելի է փոխանցում կատարել և կանոնների խախտում։ Վտանգավոր դիրքում Այնտրախտը ստացել է տուգանային հարվածի իրավունք։ Հարված, դարպասաձողն է փրկում հիմա Ոնցային ինչպիսի հուժկու հարված էր։ Քիչ մնաց կրկնապատկային հաշիվը Այնտրախտի ֆուտբոլիստները հասնում է գնդակին։ Այո, չեզոքացնում են սպառնալիքը։ Պապոյան և կրկին եզրային նետում
Հարված հրաշալի է խաղում Այնտրախտի դարպասապահը փրկելով իր թիմին վերած գոլից հեռացված է դակը Այնտրախտի հակագրոհը Հարված և կրկին բարձր են թանում հարվածը Հրաշալի են, այո, հրաշալի են պաշտպանվում այսօր Այնտրախտի ֆուտբոլիստները ոչ մի կերպ թույլ չեն տալիս մրցակցին գրավել իրենց դարպասը Տեսնենք ինչ որոշում կկայացնի մրցավարը և 11 մետրանոց հարված Ով է հարվածում Տասնմեկ մետրանոց հարված Ռաֆ Գևորքյանն է հարվածում Հարված Եվ հաշիվը հավասարվում է Մեկ մոնցան վերջին րոպեներին կարողանում է հավասարեցնել հաշիվը Կրկին մոնցան է գնդակով, փոխանցում է պետք Հարված և հրաշքով հիմա չհայտվեց դարպասում Մխիթար Ավետիսյանն էր հարվածում դարպասին Կրկին մոնցան է գրողում Փոխանցում անհաջող էր Հարված և շեղեր Հարված է Կրկին մոնցան է գնդակով Կապս է տալիս, հեռացնել է պետք Երկար փոխանցում առաջ Մխիթար Ավետիսյան Ավետիսյան փոխանցում վտանգավոր դրություն է Հարված 2-1 մոնցան առաջ է ասում հաշվի մեջ այք ես հանդիպում Վերջ բարեկամներ Մոնցան կամային հաղթանակ է տոնում մրցակցի նկատմամբ և դուրս գալիս
Երկրորդ դիվիզիոնի գավաթի խաղարկության եզրափակիչ շնորհավորում եմ Մոնցայի ֆուտբոլիստերին հրաշալի հաղթանակի կապակցությամբ եւ այսքանով ավարտում այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից։ Այն ձեզ համար մեկնաբան է Շավարժ Հարությունյանը, միշտ օր հանդիպում։